Պարոն Անանյան, ընտրություններին եք մասնակցում միասնության թևեր կուսակցության երկրորդ համարն է ընտրական ցուցակում ձեր տեխնացուն Արման Թաթոյանն է։ Նախ ընտրություններին մասնակցելու որոշման մասին եւ շանսերի այս բայդրությամբ ինչպես է գնահատում ձեր ուժի շանսերը։ Շանսերը գնահատում են բավականին բարձր, բայց բավականին բարձրը չի նշանակում, որ դա միայն անցողիկ շեմա հաղթահարելն է, այլ այնպիսի մասնակցություն ունենալն է, որպեսզի կարողանանք փոփոխություն բերել։ Դրա մասին է խոսքը, այսինքն մենք ինքնանպատակ չի մեր մասնակցությունը պարլամենտական ընտրություններին, որովհետև մենք դասական առումով չենք մտել քաղաքականության մեջ, որպեսզի օրինակ մասնակցենք ընտրություններին եւ գնանք ազգային ժողովում դառնանք պատգամավոր։ Մեր նպատակը փոփոխություն բերելն է։ Ձեր հիմնական քննադատները ասում են, որ եթե դուք ասում եք նախկինների վերադարձ չի լինելու, չեք համագործակցելու նախկին ուժերի հետ, հիշում եք նաև Արման Թաթոյանը ոչ էր անում, նախկին նախագահներին չմասնակցել ընտրություններին, ձեր ընդդիմախոսները, ձեր քննադատողներն ասում են, բայց մի հատ նայեք ձեր ցուցակին, Արման Թաթոյանն ասում է, որ եղել է Սերժ Սարգսյանի օրոք արտադրության փոխնախարար, մարդու իրավունքների պաշտպան, դուք եք Նիկոլ Փաշինյանի կաբինետում եք աշխատել։ Եվ հետևաբար նախկին եք, ներկա եք, գործող եք։ Տեսեք, նախ Սերժ Սարգսյանի կամ ՀՀԿ-ի ժամանակ ես էլ եմ եղել փոխնախարար, ֆինանսների նախարարի տեղակալ եմ եղել։ Եվ եթե դուք հիշում եք, մինչև սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը փոխնախարարի պաշտոնը հայեցողական էր, այսինքն քաղաքական պաշտոն չէր։ Եվ նախարարի տեղակալները նշանակում էին պրոֆեսիոնալներ, որոնք որ համակարգում էին տվյալ նախարարության այս կամ այն ոլորտը։ Նույնը եղել է պարոն Թաթոյանը, նույնը եղել եմ նաև ես։ Իսկ մարդու իրավունքների պաշտպանի իր դերակատարման ժամանակ կարծում եմ, որ պարոն Թաթոյանը այդ ինստիտուտի վարկանիշը բարձրացրել է գրեթե ամենաբարձրը, առանց գրեթե ամենաբարձրը, եթե չեմ սխալվում, շուրջ 81-82% ունեցել է հանրության վստահություն։ Հետևաբար նախկին ենք թե ներկա ենք այդ խոսույթի մեջ չենք մտնում, բայց մենք պրոֆեսիոնալներ ենք, որոնք նախկինում աշխատել են կառավարությունում, ունեցել են հայեցողական պաշտոններ, ես պետնախագահի պաշտոնում թեև այո քաղաքական թիմի հետ միասին իրականացրել եմ գործադիր ֆունկցիաներ, բայց երբեք չեմ եղել քաղաքական թիմի անդամ, բառից sense քաղաքական իմաստով։ Հետևաբար ինձ հաջողվել է իմ գործունեության ժամանակ մնալ հայեցողական դիրքերի մեջ, մնալ պրոֆեսիոնալ եւ իմ պարտքը կատարել։ Ես աշխատել եմ թե մասնավոր հատվածում, թե պետական հատվածում, իմ շուրջ 33 տարվա պրոֆեսիոնալ գործունեության մեջ 11 տարի ծառայել եմ պետական համակարգում եւ 22 տարի ոչ պետական համակարգում եւ նույն մասնագիտության մեջ նույն սֆերայում։ Հետևաբար շատ դժվար է ասել ես նախկին եմ թե ներկա։ Եթե տարիքս նկատի ունեք, ոչ նախին է, ոչ ներկա, միջին տարիքում եմ գտնվում եւ ուժերից ծախման շրջանում։ Քաղաքականներ այն ամենայն հասկացա։ Պարոն Անանյան, տեսեք, կա նաև որոշակի նկատվում է լարվածություն միասնության թևերի եւ քոչայրանական թևի միջեւ։ Ինչով է պայմանավորվում այստեղ։ Ես կարծում եմ, որ չկա նման լարվածություն, կա քարկոծումներ ավելի շատ դեպի մեզ։ Ինչ որ մի պահի մենք մեր քաղաքական ուժի ղեկավարը, պարոն Թաթոյանը, թեզ առաջադրեց, որը որ հորդոր կամ խորհուրդ էր իր բանով, որովհետև կավլիցի մենք որևէ մեկին ոչ կարող ենք արգելել կամ դաս տալ ամեն մարդ կամ ամեն քաղաքական գործիչ ինքն է որոշում իր անելիքները։ Բայց մենք բացահայտեցինք այն առատավոր շղթան, որ ինչպես է այսօրվա իշխանությունները նախկին իշխանությունների ժամանակ ձախողումները կամ թերացումները դարձնում իր քաղաքական պայքարի համար առաջնային կամ սնունդ։ Մենք ասում էինք, որ այդպիսի սննդից զրկելու համար թերևս լավ կլներ, որ նախկին նախագահները չմասնակցեին ընտրություններին։ Դա ուղղակի այդպիսի հորդոր թեզ էր, որը մենք առաջ քաշեցինք։ Դրան հաջորդեց պարոն Քոչարյանի երկրորդ նախագահի աջակիցների կողմից արդեն մեզ անձնավորված եւ պիտակավորված բաներ, այսպես ասած, հակադարձումներ, որոնց որ մենք որևէ կերպ ոչ անձնավորված, որևէ պիտակավորված հակադարձումներ չենք արել։ Մենք մի քանի էպիզոդով, միգուցե նաև որոշակի կոշտ ձևով
նույն մնացել ենք նույն քաղաքական հորդորի շրջանակներում։ Եթե վերցնենք, տեսեք, կա այդպիսի, այո, ոչ անտագոնիզմ, բայց կա այդպիսի հակադրություն երկու քաղաքական ուժերի միջև։ Ինչ կապ ունի Միքայել Մինասյանը Միասնության թևերի հետ։ Ոչ մի։ Բացարձակ ոչ մի։ Ասեմ ավելին, Մինասյան Միքայելին ոչ ես եմ անձնապես ճանաչում, ոչ պարոն Թաթույանն է անձնապես ճանաչում։ Մեր նախորդ գործունեությունների ժամանակ որևէ ձևով չենք առնչվել իր հետ։ Եվ գիտեք, մենք կարծում եմ թե պարոն Թաթույանը, թե ես, մենք ունենք այնպիսի հանրային հեղինակություն, որպեսզի օրինակ մտածեք, որ մենք չճանաչելով ինչ-որ մի անձի հանդիսանում ենք այդ անձի պրոյեկտը։ Մենք ուղղակի չենք ճանաչում այդ անձին։ Պարոն Անանյան, տեսեք, նաև վերջի շրջանում մենք ականատես ենք լինում ընտրական այնպիսի գործընթացների, որոնք դուրս են ընտրական օրենսգրքից, Հակակառուցություն կոմիտեն որոշակի ձայնագրություններ հրապարակեց, որը առաջվում էր մեկ այլ ընդդիմադիր ուժեր, եւ տեսանք, օրինակ իշխանությունը ասում է, տեսեք չեն դատապարտում, ձեզ համար դատապարտելի չէ ընտրակաշառքի թեման։ Գիտեք, դատապարտելի է, մենք ասել ենք դա։ Եվ մեր հանրային, եթե տեսել եք, Միասնության թևերը հանդես եկել այդպիսի հայտարարությամբ, բայց տեսեք, մենք իրավական բաների մեջ չենք մտնում, որտեղ, գիտեք, կարող է նաև լինել ձայնագրություններ։ Նախ չենք խորանում այդ ձայնագրությունները օրենքին համահունչ են եղել թե չէ, եղել է դատարանի վեճիր թե չէ։ Այսինքն մենք նույնիսկ չենք վիճարկում դրանց լեգիտիմությունը կամ դրանց հիմնավորվածությունը։ Մենք չենք վիճարկում այդ ձայնագրությունները արդյոք կեղծ են թե չէ։ Մենք ունեցել ենք չէ այդպիսի պատմություններ, նախադեպեր, որ պարզվել է, որ օրինակ հրապարակված նախաքննչական մարմնի կողմից հրապարակված տեսանյութը հետո պարզվել է փորձաքննության արդյունքում պարզվել է, որ դա կեղծ է։ Հետևաբար այդպիսի հայտարարությունների հիման վրա որևէ կողմին իրավական հարթության մեջ որևէ բան ասելը կամ մեղադրելը կամ կոչ անելը կամ որևէ ձևով հանդես գալը այս կամ այն կողմի մենք համարում ենք ժամանակավրեպ։ Մենք դատապարտում ենք ցանկացած գործողություն, որը ունի քաղաքական ենթատեքստ եւ քաղաքական հալածանքի, այդպես ասած, դրսևորում է։ Քաղաքական խանդ որոշ դիմադիրների կողմից նկատում եք ձեր ուժի վերաբերյալ։ Չենք էլ նայում կամ չենք էլ ուշադիր չենք կախանդ, միգուցե կարող է լինել, բայց գիտեք քաղաքականության մեջ խանդը ինքը չափելի չի կամ ընկալելի չի, որովհետև սովորաբար դա լինում է սիրող, չէ, այդպիսի զգացողություն ունեցող անձանց միջև, հետևաբար, ասենք, սերն էլ քաղաքականության մեջ այդ կատեգորիա չի, հետևաբար խանդը հասկացա, որ քաղաքական իմաստով եք ասում, չկա այդպիսի բան կամ չենք տեսնում մենք։ Ինչի համար պետք է ընտրողը ընտրի Միասնության թևերին։ Միասնության թևերին պետք է ընտրի այն ընտրողը, որը որ միջև այս ընտրությունները որևէ այլ ընտրանք չի տեսել։ Չի տեսել այլ ընտրանք եւ մնացել է տանը, չի գնացել օրինակ քվեարկության։ Մենք ասում ենք, որ մենք այն երրորդ ուժն ենք, այլ ընտրանքն ենք, որ այլ հավասար պայմաններում մեր ընտրողը չունենալով այդպիսի օրինակ ընտրություն կամ այլ ընտրանք 21 թվականից ստիպված այս կամ այն բևեռին է ընտրել։ Մենք ըստ էության մոբիլիզացնում ենք այն ընտրողին, որը որ ասելիք ունի եւ որը որ փոփոխություններ բերելու կողմնակից է։ Եվ այս անգամ չի մնալու տանը եւ գալու է ընտրությունների։ Խոսել եք ձեր նախընտրական ծրագրի ձեր բուհերը անվճար դարձնել, ինչպես է դա պատկերացնում ունի մեր պետությունը այդ ռեսուրսները, նույն նաև տնտեսական, ընդհանուր ասպեկտը եթե ամփոփել ունենք, մենք ունենք բավարար ռեսուրս, որպեսզի կյանքի կոչենք այն տնտեսական ծրագրերը, որոնք մատնանշվում է ձեր ղեկավարած ուժի կողմից։ Մենք ունենք բավարար կամք, բավարար գիտելիք եւ ժամանակի զգացողություն։ Եվ ամենակարևորը կարճաժամկետ ծրագրերի հետևից չգնալու այդ արկածախնդրությունը չունենք։ Մենք հայտարարելու ենք երկարաժամկետ ծրագրեր եւ իրագործելու ենք այդ երկարաժամկետ ծրագրերը, ցույց տալով դրանց կարճաժամկետ հետևանքները հենց ժողովրդին։ Հետևաբար տեսեք, երբ որ մենք ասում ենք ունենալու ենք արդյունաբերականացված տնտեսություն, դա օրինակ 18-ից 20 տարվա մեծ լայնածավալ տնտեսական ծրագիր է, բայց ինքը ունի կարճաժամկետ մասեր, որի մասին որ մենք ասելու ենք եւ ցույց ենք տալիս, որ առաջի տարվա մեջ սա եղավ, երկրորդ տարվա մեջ սա եղավ, մյուսը։
մենք չենք անելու այն ինչ որ քաղաքական կոնյունկտուրան տասնամյակներ շարունակ արել է Հայաստանում, չենք գնալու կարճաժամկետ ռեֆորմների հետևից, գնալու ենք այնպիսի ռեֆորմների հետևից, որոնք որ ներդրում են ապագայի, ապագա ասելով մենք ինիկատիվ ենք 50 տարի հետո, 100 տարի հետո, մենք այդպես պետք է մտածենք, մենք պատկերացնում ենք, որ այսօրվա քաղաքական կյանքում մենք մի կարճատև էպիզոդ ենք, որը կարող է ունենա 5 տարվա, 10 տարվա, 20 տարվա կյանք, բայց մենք նայում ենք 100-ամյակների պրոսպեկտիվով։ Վերահսկելի թե վերահսկելի չի ապրում պարտքների երկրում։ Տեսեք, ցածր ինստիտուցիոնալ զարգացվածություն ունեցող պետությունների առումով 50-ից 55%-ը պետական պարտքնահարաբերակցության համարվում է ընդհանուր առմամբ վերահսկելի։ Մեր այսօրվա հանրային ֆինանսների կառավարիչներին հաջողվում է պահել 51-52%-ի շրջանակներում, բայց ավելի շատ դա իրենց հաջողվում է, պետք է նաև դրա մասին խոսենք, դոլար-դրամ հարաբերակցության եւ դոլարի արժեզրկման եւ դրամի արժեվորման տեսանկյունով։ Եթե հիշում եք, մեկ անգամ առիթ եմ ունեցել նորից կասեմ, 20 թվականից հետո մեր պետական պարտքը հնայի հանդեպ հասել էր մոտավորապես 63%-ի, բայց 20 ու 21 թվականին այդպիսի մակարդակի վրա պահպանվում էր։ 22 թվականին, երբ որ ռուս-ուկրաինական հակամարտությունը եղավ եւ կապիտալի ներհոսք եկավ Հայաստան, վալյուտայի ներհոսք եկավ, չէ, եկան ռելոկացիոն բիզնեսմենները Հայաստան, շուրջ 22%-ով դրամ արժևորվեց։ Դա գիտեք ինչի հանգեցրեց, որ 63% պարտքնահարաբերակցությունը սրընթաց իջավ 48%-ի։ Հետևաբար, այո, վերահսկելի է, այո, թվերով վերահսկելի է։ Ապագայում էլ կարելի է պարտ վերցնել, այո, կարելի է պարտ վերցնել, բայց միայն մի նպատակով կապիտալ ներդրումներ կատարելու նպատակով։ Պարոն Անոնյան, ինչպես եք վերաբերում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ եթե ղեկավարած ուժը բացարձակ մեծամասնություն չլինի, Հայաստանում հարատավոր պատերազմ կլինի սեպտեմբերին։ Դե իսկ կարծում եմ դա անհետեցություն է եւ չի ուզի մեկնաբանել այդ ընդհանրապես, որովհետեւ դա, գիտեք, հանրությանը ներկայացված շանտաժային բառապաշար է, որը մեր համար ընդունելի չէ։ Բայց սա շանտաժ է, այո, շանտաժ է, հենց այդ եմ ասում, շանտաժային բառապաշարով ձևակերպված մտքեր են, որի ոչ միայն հաշտ չենք, այլ նաև կտրականապես մերժում ենք։ Չկա այդպիսի բան։ Նաև վերադառնալով այս սկզբնական հայտարարությունների, որոնք արվել է ուժի կողմից, որ բացառում ենք Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցությունը նախկին նախագահների, նաև ոչ ուղղված խորհուրդ ուղղված չմասնատել ընտրությունների, եթե տեսակավորել այնպիսի իրավիճակ ստեղծի, որ միասնության թևերից է կախված լինելու ընտրությունները վարչապետի խորհրդարանում ընտրել այս կամ այն անձին վարչապետ եւ դա Արման Թաթոյանը չէ։ Ինչպիսին է լինելու ձեր դիրքավորումը։ Մենք եղած տեխնացուների մեջից ընտրելու ենք արժանավորին։ Կան այդպիսիք։ Կլինեն հավանաբար։ Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Դե տեսեք մենք Ծառուկյանի ուժը։ Դե տեսեք Սամվել Կարապետյանը դեռ վարչապետի տեխնացու չէ, հայտարարվում է այդպեսին։ Նարեկ Կարապետյանը անցումային վարչապետի իրենց տեխնացուն է։ Հետևաբար տեսեք այն սցենարը, որ քննարկում եք, որ երկրորդ նախագահ վարչապետ կլինի թե չէ, երկրորդ նախագահ վարչապետ դառնալու կարծում եմ, որ այդպիսի հնարավորություն չի ունենա, ու ես շատ մաղթում եմ ու շատ կցանկանամ, որ իրենք հաղթահարեն անցողիկության շեմը, որովհետև իրենք եւս շատ կարևոր դերակատարություն կարող են ունենալ ապագա ուժերի դասավորվածության առումով, բայց մեր սցենարում, օրինակ Ռոբերտ Քոչարյանը վարչապետի տեխնացու չէ։ Հետևաբար դա կլիներ շատ ավելի լայն քննարկման առարկա, որ եթե օրինակ Հայաստան դաշինքը բոլոր ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղաքական ուժերից ամենաշատը ձայն կհավաքեր։ Այդ ժամանակ թերևս մենք խոսեինք դրա մասին, մանրամասն կասեինք եւ այլն, բայց քանի որ այդպես չէ եւ գրեթե բացառվում է նրա վարչապետի տեխնացու առաջադրվելը, եկեք այդ մասին չխոսենք ուղղակի։ Դասական քարոզարշավը։ Եվ նստեք, մի շատ կարևոր բան է, մենք հիմա չգիտենք, թե առաջարկ Հայաստանին, Գագիկ Ծառուկյանի ուժի ինչպիսի ինչ կամ ում է առաջադրում վարչապետի տեխնացու, հետևաբար կարծում եմ, որ դեռ արժանավորներ կլինեն։ Մեր կարծիքով ամենաարժանին եւ ամենաարժանավորը պարոն Թաթոյանն է։ Հետևաբար մենք իրեն առաջադրել ենք մեր կուսակցության կողմից առաջադրել ենք վարչապետի տեխնացու։ Նաև ասում եք արտահայտությունը գալիս է
Որտեղից է գալիս, ինչ արտարություն է գալիս։ Արդարությունը ոչ թե գալիս է ինքը իրան, այլ արդարությունը բերում են եւ ինքը գալիս է եւ մենք արդարություն բերողներն ենք։ Երբ որ ասում ենք արդարությունը գալիս է, մենք ասում ենք արդարությունը դրել ենք մեր ուսերի վրա, մեր պինդ ուսերի վրա, ժողովրդին ծառայելու պատրաստ ուսերի վրա եւ բերում ենք այդ արդարությունը եւ ասում ենք, որ այս ամեն ինչի պատճառը արդարության պակասն է։ Արդարության պակասը ընդհանրապես արդարացության մեջ պատմական անարդարությունը, այսինքն անարդարությունն է ամեն ինչի սկիզբը եւ այս ամեն ինչի աղբյուրը։ Հետեւաբար մենք բերում ենք արդարություն մեր ուսերի վրա։ Արդարությունը գալիս է, որովհետեւ մենք բերում ենք այդ արդարությունը։ Ինչ կլինի հունիսի 8-ին ինչպիսին է ձեր քաղաքական կանխատեսումները։ Գիտեք, մենք միտեղ ես հարցազրույցի էի եւ ավարտում ենք հարցազրույցը, որ հունիսի 8-ին շամպայն խմելու առիթ կունենանք։ Ես առաջարկեցի, որ Արցախի մեր հին ավանդույթներով արցախյան թթի օղի խմենք մեկ այդ օրը եւ ես դա իրագործելու եմ։ Եվ դեռ քերուս թորած օղու պաշարներից ունեմ։ Ոչ, արդյունքների որոշակի արդյունքների հիման վրա։ Ուրախության արդյունքներ։ Նիկոլ Փաշինյանը բացառվում է որ հաղթի, որովհետև Նիկոլ Փաշինյանը չի վերարտադրվել։ Չէ, դարդից մենք չենք հարբում։ Եթե կա դարդ, գոտ է պնդվում ենք, գոտիներս պնդացնում ենք, գնում ենք հաջորդին։ Չկա այնպիսի սցենար մեր պատկերացմամբ, որտեղ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվում է։ Ձեր սցենարը այն է, որ Արմեն Թադոյանն է։ Մեր սցենարը այն է, որ Նիկոլ Փաշինյանը եւ այսօրվա իշխանությունները հեռանալու են, լինելու է հակաիշխանական ուժերի միավորման արդյունքում Արմեն Թադոյանը լինելու է վարչապետ։ Ով է ասում։ Նիկոլ Փաշինյանը։ Իրենց իրավունքն է, թող թույլ չտան։ Կարծում եմ, որ ժողովուրդն էլ կարող է պարտադրել իր կամքը, էլի։ Որտեղ իրենց թույլ չտալ, դա ժողովրդի կամքը չի լինելու։ Լինելու է որոշակի ռեսուրսների կիրառման արդյունքում, իսկ ռեսուրսների դեմ կարող է կանգնել ամբողջ ժողովուրդը։ Եվ ավարտելով ընդդիմությունը առաջարկում է նկատի ունեմ խորհրդարանական, մասնավորապես Հայաստան Դաշինքը միասնական հանրահավաք իրականացնել ընտրություններում, համատեղ ոչ թե մասնակցությանը, այլ նաև համատեղ ընտրախախտումները բացառել եւ ինչպիսին է ձեր դիրքորոշումը։ Քաբլիցը մենք ողջունում ենք եւ մենք ինքներս էլ ենք հայտարարել, որ կարող ենք օրակարգային որոշակի հարցերի շուրջ, որը որ միասնական պայքարի որոշակի էլեմենտներ է, իրենից ենթադրում, այո, պատրաստ ենք այդ դրանց շուրջ, թե բանակցել, թե զրուցել, թե համատեղ արտակից խոսել դրանց մասին, կարող ենք ընդհանրապես չխոսել դրանց մասին, իրար հետ բան չստորագրել, բայց ասել, որ այո, մենք պատրաստ ենք միասին պայքարել մեր բոլորիս քվեները պահպանելու համար, Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը բացառելու համար եւ օրակարգային էլի հարցեր կան հայ առաքելական եկեղեցու շուրջը համախմբվելու վերաբերյալ կան օրակարգային հարցեր, որոնց շուրջ մենք բոլորս պատրաստ ենք համախմբվել։